Սիրելի ընկերներ, կան մարդիկ, ովքեր որ բլոգերությամբ են զբաղվում, ներկայանում են բլոգերներ, լրագրողներ, խոսում են տարբեր տեսակի թալանի մասին, դավաճանությունների մասին, մարդասպանությունների մասին, բայց ինչի՞ց է, որ ազատության մեջ են այդ մարդիկ։ Եթե բացահայտումներ են անում, տվյալ մարդիկ, ում լսում են, որոշակի մասսա կա, ովքեր որ ինձ թվում է ինտելեկտից շատ թույլ մարդիկ են, որոնք որ հետևում են տվյալ մարդկանց։ Հարց չեն ուղում, եթե դու բացահայտումներ ես անում, որ բոլորը այսի թալանել է, այսի սպանել է, այն մեկը չգիտեմ, բա ուր է իրավապահ համակարգը։ Տվել ես իրավապահ համակարգին այդքանը։ Այսինքն ու եթե մի բան հանրային է դառնում ու փաստարկներով հիմնավորված է, բնականաբար իրավապահ համակարգը պետք է այդ հարցով զբաղվի։ Այսինքն դու ավելին գիտես, քան իրավապահ համակարգը։ Ես զարմանում եմ։ Ժողովուրդ, ես օրինակ ինչ է նշանակում վերլուծաբան։ Վերլուծաբանը քաղաքական այս կամ այն վերլուծություններ անողն է, թե ինչ կարա լինի ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ։ Բիզնես ոլորտում կան վերլուծաբաններ, ովքեր որ վերլուծություններ են անում բիզնեսի առաջընթացի, շարժվելու ճանապարհային քարտեզի մասին։ Տարբեր վերլուծաբաններ կան, այդ վերլուծաբանները վերլուծություններ են անում ու ասում են, որ մենք մտածում ենք, որ եթե այսպես շարժվենք, առաջիկայում սենց կլինի, այս ծրագրերով, եթե սենց շարժվենք, սենց կլինի, բայց ես չեմ հասկանում են մարդկանց, ովքեր որ դուրս են գալիս, խոսում են թալանչի, մարդասպաններից, բայց այդ մարդիկ բռնված չեն, ձերբակալված չեն։ Հիմա, եթե մեկը խոսում է, ասում է, այս ինչ մարդը թալանել է, գողացել է, մարդասպան է։ Հիմա իրան գալիս են ասում են, եղբայր, ապացուցի։ Ու չի ապացուցում։ Ինչ-որ հովանավոր ակ թե ու պահկվել է հովանավորչության տակ ինչ-որ մեկի կամ չգիտեմ իրան ինչ-որ մի ձև ապահովա գրել է կամ փախած թռած է ժողովրդի աչքից ու հայտարարություններ անում։ Դուք լուրջ եք համարում այդ մարդկանց։ Դուք լուրջ եք համարում օրինակ, որ մեկը հելնի ասի Պետրոսը գող թալանչի է, սրիկա է, բայց Պետրոսը չի դատված։ Չեն դատում, չկա քրեական գործ հարուցված։ Ասում է Պետրոսը մարդասպան է, բայց Պետրոսին մարդասպանության համար չեն դատել։ Դուք լուրջ եք վերաբերում այդ մարդկանց։ Այդ մարդը լուրջ մարդ կարա լինի։ Ես համարվում եմ այդ մարդուն բամբասան չի, որի ժամանակը գալու է։ Ու տես մարդիկ բոլորի ժամանակը գալու է վաղ թե ուշ։ Չի կարելի խոսել մի բանի մասին, որը դու չես կարող ապացուցել։ Այսինքն դու խոսես մի բանի մասին, որը կա անմեղության կանխավարկած ու դատարանը իր վճռով չի մարդուն մեղադրանք ներկայացրել ու կալանավորված չի այդ մարդը։ Ես գիտեմ, որ շատ տգետ մասսական, ովքեր որ նման մարդկանց ծափահարումներ են, որտեղ ծափահարում են չհասկանալով ու ինձ թվում է, որ դժվար կլինի նման մարդիկ, որ հասկանան։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ խոսում են առանց փաստարկների, ես նման մարդկանց ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև այդ մարդիկ անլուրջ մարդիկ են իմ համար։ Մարդը լինում է լուրջ այն դեպքում, ես օրինակ մտածում եմ, որ կա պետություն, կա իրավապահ համակարգ, դատական համակարգ, կա կառավարություն, ով ինչ թալանել կերել է, դա դատական համակարգի պետության հարցն է, որ այդ մարդկանց դեմ փաստարկները պետք է գտնեն, այդ մարդկանց դատեն։ Ես խոսամ, ասեմ դու թալան չես, բայց ինքը դրսում լինի, հետո ինձ կան հարց տան, ասեն արի եղբայր, դու ասիր թալան չի է, մարդասպան է, դե պատասխանիր, տեսնենք հիմա խի այս մարդ ազատության մեջ, դե պատասխան դուր ասածներիդ համար։ Ասել ես հիմնավորի, այսինքն պետք է անես փաստ ներկայացնես, որ այդ մարդը համոզվի, որ այո, դու ներկայացրիր իրան հիմնովի փաստ, այսինքն եթե դու այդ փաստը ունես,
ապա ինչու է այդ մարդը մինչև այսօր ազատության մեջ։ Ժողովուրդ, խնդրում եմ, մարդկանց հետևելուց ուշադիր եղեք։ Տեսեք այդ մարդը ինչ է խոսում, իրենից ինչ է ներկայացնում։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ ինտրիգ են փնտրում, բամբասանք են, որ մի հատ բամբասանքի բան լինի, ինտրիգ լինի, 1000 հոգի դերոշակները առած վազում են առանց գիտակցելու ուր են գնում, ում հետևից են գնում ու ինչի համար են գնում։ Աստվածավախ եղեք, ժողովուրդ ջան։ Ամեն ինչի, որ կարճաժամկետ հաղթանակներ կրելով դու չես կարող շարունակես քո գործունեությունը ու մնաս լավ մարդ, որովհետև եթե ստի կեղծիկի վրա հիմնված կարճաժամկետ սենց չակերտավոր հաղթանակներ է ստանում, որոշակի ժամանակ հետո այդ կեղծիկը փուչիկի նման տրաքելու է։ Կապրենք կտեսնենք ով է ամուր ոտքերի վրա կանգնած, ոնց է կանգնած իր ոտքերի վրա ամուր։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, ուղղակի ես ձեզ խնդրում եմ պառակտվելու, սրան նրան մեղադրելու, բամբասանք անելու փոխարեն ավելի լավ է զբաղվեք ավելի կարևոր գործով ու լուրջ նայեք բամբասանքչիներին։ Իրանց թողեք, որ իրանք գնան իրանց կյանքով ապրեն, տեսնեն, որ իրանք առհամարված են, անտեսված են, ազգը չեն կարող պառակտեն, իրանք ուղղակի հոգեկան խնդիրներ ունեն, դրա համար էլ այդպես են վարվում։ Ով իմ էջում կա, որ հետևում է բամբասանքչի, պառակտիչ, քայքայիչ, ինչ-որ մի բլոգերի, էջիցս խնդրում եմ չընջրվեք։ Ես գցելու եմ պրովոկացիոնի նյութեր, ում տեսա այդ նյութերի տակ լայքելով, ջնջելու եմ, բլոկելու եմ, առանց որևէ խոսք ասելու, որովհետև ես չեմ սիրում բամբասանքչի մարդկանց։ Ունես հստակ նյութ, ունես հստակ ինֆորմացիա, ունես փաստ, ներկայացրա ու այդ գործողությունը ցույց տուր, որ ամբողջ հանրությունը համոզվի քեզ լսող, որ դու փաստերով ես խոսում, ոչ թե ուղղակի լեզվով, որ այդ լեզուդ վաղ թե ուշ կտրվելու է, որովհետև դու կեղծիկ ես տարածում, դու բամբասանքչի ես։ Լավ եղեք, բոլորի շատ եմ սիրում։